Հյուրս Լարիսա Ալավերդյանն է, մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պատգամավոր, քաղաքական խորհրդային միության փլուզումից Արցախյան թոհուբոհով անցած, այնուհետև քաղաքական եւ իրավական գործունեությամբ զբաղված բոլորիս հայտնի Տիկին Ալավերդյանը, բայց ողջույն նախ, Տիկին Ալավերդյան։ Ձեր կենսագրությունը եւ անցած ճանապարհն է, որ ինձ համար անսահման հետաքրքիր դարձրեց մեր հավանական զրույցը հաշվի առնելով արդեն ընթացիկ գործընթացները, որովհետև դուք ծնվել եք խորհրդային Ադրբեջանում, սովորել եք այնտեղ, այդ հասարակությանը ծանոթ եք ներսից, այնտեղ ակտիվ մասնակցել եք արցախյան գործընթացներին, պարզ հասկացել եք, թե ինչ վերաբերմունք են ունենալու Բաքվի իշխանությունները արցախյան գործընթացներին, ինչպես են փորձելու իրավիճակը փոխել հօգուտ իրենց, որովհետև Բաքվում միշտ եղել է այդ մոտեցումը, չէ՞, գնանք Մոսկվա, հետները կշփվենք, նվերները կտանենք, կսիրաշահենք, մեր ցանկացածը կստանանք։ Ինչ որ փուլում ինչ որ ձևով չհաջողվեց հասնել են հաջողությանը, ինչ որ կցանկանային հասնել, ինչին հասել են տարիներ շարունակ 70 տարվա ընթացքում։ Եվ հետո Արցախը Հայաստանի հետ միասին պատերազմը հաղթեց։ Ու սկսեցինք ամրացնել ստատուս քվոն։ Հիմա արդեն 2029-ը թվում է, թե հարյուրավոր տարիներ են անցել այդ իրադարձություններից, բայց բան էլ չի անցել, 30, 34, 35, մինչև 40 տարի, եթե բոլոր պրոցեսներն ենք վերցնում։ Ինչն է փոխվել Ադրբեջանի ժողովրդի մեջ եւ ինչն է փոխվել հայ ժողովրդի մեջ։ Եկեք մենք սկսենք հայ ժողովրդից։ Ու ես ասեմ ինչու, ես օրինակ միշտ այն կարծիքին եմ, որ եթե մարդու հետ, անձի հետ պատահածը խմբի մարդկային կամ պետության հետ եղածը կապում են արդ երկրի հետ, դա տանուլ տված է արդեն այն գլխից։ Այսինքն, եթե այդ սուբյեկտը, որի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, չի տեսնում, չի փնտրում, չի գտնում այդ սխալները, պատճառները, ակունքները ի վերջո իր մեջ, նա երբեք չի հասնելու իր թեկուզ իր ազգի սերուցքի իղձած նպատակին։ Դրա համար ես կցանկանայի, որովհետև ես կարծում եմ, որ եւ իմ սերնդակիցները եւ ինձնից բավականին երիտասարդները շատ լավ հիշում են Արցախյան շարժումը, որը որ ձևավորվել է տոտալիտար պետության կրթական համակարգի, այսպես ասած, արդյունք դարած մարդկանցով։ Պետք չի, որ դա ինչ-որ մենք հատուկ ընդհատակյան ինչ-որ գործ ենք արել, բացարձակապես։ Եվ երբ որ ես օրինակ համեմատում եմ 88 թվականի այդ բողոքի միտինգներին, այսպես ասեմ, ընդհանուր դեմքը եւ 2018 թվականի ուղիղ 30 տարի հետ, ես պետք է ասեմ, որ փոփոխությունը շատ երևացող, շատ ակներև էր եւ դեպի դրականը թե դեպի բացասականը։ Դեպի բացասականը։ Ուզում եմ ասեմ, իսկ ինչի ենք մենք եղել 2018 թվականին, դուք ասեցիք, որ ես մարդու իրավունքների առաջի պաշտպանն եմ Հայաստանի, բայց մենք ես եւ հասարակական կազմակերպության, որը 91 թվականից է ստեղծվել, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն եմ եւ մենք 2018 թվականին իրականացնում ենք մոնիտորինգը, ինչպես միշտ բոլոր այդ տարիներին այդ գործընթացների եւ ուզում եմ ասեմ մենք բան ունենք համեմատելու մենք տեսել ենք որովհետեւ բողոքի միտինգները եղել են եւ 91 թվականից հետո եւ 92 թվականից հետո 94 թվականից շատ այո պետք է ասեմ շատ մեծ ակտիվություն էր հասարակության մեջ թողնում ենք մի կողմ ով է ճիշտ ով է սխալ այստեղ դրա մասին չի խոսքը այսինքն բոլոր դեպքերում այն բողոքի միտինգները, որոնք տեղի են ունենում, օրինակի համար, մինչև 2005-6 թվականը, դրանք ուրիշ բնույթ ունեին եւ ընդհանուր դեմքը միտինգավորների ուրիշ էր, քան օրինակ արդեն 2008-ից եւ շարունակ 2010։ Ինչն է փոխվել։ Օրինակ 88 թվականին Ազատության հրապարակում կանգնած Արցախյան շարժման համար պայքարող հայ մարդու կերպարը ինչքանով է ավելի դրական, քան 2018-ին հեղափոխության շրջան։ Ես սկսեմ ակներիվ բաներից, տարիքային առումով։ Օրինակ 88 թվականին
երիտասարդները ավելի շատ հետո մոբիլիզացվել են, գնացել են հենց զինված պայքարի։ Իսկ միտինգավորների դա միջին տարիքի կայացած, կրթություն ստացած, նրանք ովքեր որ բեն դպրոցն են ավարտել, վերին աստիճանի ներքուստ, հարուստ, այդպես ասած, հոգիույնոցով, ինչպես ասեմ, այն ինչ որ արտացոլվում է աչքերով, ինչ որ դեմքի վրա։ Այսինքն դա երևում էր, որ վերին աստիճանի քրիտիկական մտածելակերպ ունեցող, համեմատական վերլուծություն անող, եւ քանի որ ես հիմնականում եղել եմ ես չեմ եղել հարթակի վրա Ղարաբաղյան շարժան, միշտ եղել եմ ժողովրդի այդ մեջ եւ զրույցները եւ խոսքը բոլորի համոզմունքը եղել է նա, որ իհարկե քանի որ Օսման կներեք երեք թուրքերի եւ բոլշևիկյան ռուսերի այդպես պայմանավորվածությունը եղել է եւ սխալ է եղել, դե դրա մասին բոլորը գիտեն, արևմուտք առավել եւս, այնպես որ մենք հիմնվում ենք շատ հստակ միջազգային իրավունքի, իրականության եւ արդարության ձգտումի վրա։ Իսկ ինչի վրա էր հիմնում 2018-ի հանրահավաքի 2018 թվականի այդ ավելի քան բացասական էմոցիաները, այդ բացականչությունները, չի եղել այդպիսի բան։ Չէ, ցնծություն էր հանրապետության հրապարակում։ Գիտեք, բացականչություններով ընտրություն են միջև անգամ արել։ Եթե դուք հիշեք, որ ինչպես է ընտրվել նախ ինքնարաչարկությամբ վարչապետը եւ հետո բացականչություններով, դա պատմության մեջ 4-րդ դարի սկզբին էր վերջի անգամ ակլամացիայով ընտրվում էին ինչ-որ սենատ։ Ուզում եմ ասեմ, դա միջև անգամ դա ամբողջավարության ամենապարզ դրսևորումն է։ Ես հիշեցնեմ, որ 4-րդ դարում բոլորը իրավունք չունեին բացականչելու։ Դա իրոք քաղաքացիներ պետք է լինեին եւ այդ իրավունքը ունեցողները։ Իսկ 18 թվականին բոլորը դա բավականին մեծ է եւ բոլորը այդ թվում արդեն իսկ կրթական համակարգով խոցված, այդ խոսքը գտնեմ, էլի, խոցված սերունդ։ Ասել կուզեք 88-ին իրավագիտակից քաղաքացին է ընտրություն կատարել, իսկ 2018-ին ոչ այնքան։ Բացարձակապես եւ այն որ այսօր հիմա օրինակ ասում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ մեր հայրենասիրությունը դա ստալինյան ժամանակվա է վայրեն, ես չգիտեմ ինչքանով է ինքը գրագետ այդ ոլորտում, որովհետև մնացածներում գրագիտությունը վերին աստիճանի քիչ է, բայց դա այնպիսի սխալ բան է, ինքը չգիտի կամ մոռանում է, որ 65 թվականից սկսած այնտեղ որտեղ որ այդպես բրեժնևյան ասում են ինչ-որ չգիտեմ զաստոյ բան իրականում ազգային քաղաքական եւ ազգային հայրենասիրական միտքը իդեպ ոչ միայն Հայաստանում ամենտեղ ստացել են նոր ինչ-որ մի ուժգին ստիմուլ ստացել, ինչ-որ մի ձևով սկսել է զարգանալ եւ 65 թվականից կրկնում եմ եւ այս առումով Ստալինյանը արդեն իսկ բացահայտված, արդեն իսկ քննադատված, չեղարկված ինչ-որտեղ եւ ընդհանրապես, այսպես ասած, դե բայց գլավլիտը շարունակում էր, չէ՞ գործել։ Բայց կրկնում եմ, այնտեղ որտեղ մենք ասում ենք ինչն է շարունակվել, այսօր ավելի շատ է շարունակվում։ Եթե համեմատես այսօրվա կառավարման համակարգը Ստալինյանի հետ, ավելի շատ նմանություններ կան, քան նախկինների ու Ստալինյանի։ Հիմա գնանք նաեւ 88-ի Ադրբեջանի ժողովրդի զգացողություններին, որովհետև շատ դեպքերում դե մենք չենք քննարկում ուրիշները ինչ են զգում, մենք իհարկե պիտի քննարկենք թե ինչ են զգում մենք, ու երբ որ ես ավակ ընկերների հետ հաճախ շփվում եմ, ովքեր այդ թվում նաև առնչություն են ունեցել դեռ խորհրդային տարիներին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիների համար խոշոր հաշվով Լեռնային Ղարաբաղը զգալի հայրենիքի կանչի զգացողություն չի ունեցել։ Մինչդեռ մեր համար պատմական նշանակություն ունեցել է առհասարակ, հաշվի առնելով նաև այդ հասարակության հետ ձեր շփումը նախկինում։
Իրենք ինչպես էին վերաբերվում Լեռնային Ղարաբաղին։ Շնորհակալություն հարցի համար, ինչպես որ ես ասեցի 65 թվականից, ես 65 թվականի 5-րդ 4-րդ կուրսից 5-րդն եմ տեղափոխվել եւ հստակեցնեմ, որ մենք դպրոցում Բաքու չէինք սովորում ադրբեջաներեն, դա պարտադիր առարկա չէր։ Իսկ երբ որ սովորում էինք արդեն ինստիտուտում, դա պարտադիր առարկա էր։ Ես դրա համար 60-ականների, ինչպես ասում եմ, ընդգծում եմ։ Եվ 65 թվականը, որ ես ասեցի, որ ինչքան ստեղ գրականություն, գիր գրականություն է տպվել արդեն հայրենասիրական, այդ պատմական եւ այլն, ոչ պակաս այնտեղ սկսվել է կեղծ պատմության կերտումը ակադեմիական մակարդակով։ Ակադեմիայի մակարդակով, երբ որ հիմա ասում են այս սա են ասում, սա են, դա սկսվել է 60-ական թվականներին։ Արդեն 60-ական թվականներին մենք ինստիտուտում մեզ դասավանդում էին օրինակ Ադրբեջանի պատմությունը, որպես ոչ թե զավեշտ, այլ հենց փաստ հայտնեմ ձեզ, որ Ադրբեջանի պատմությունը մեզ ընթերցում էր Ասլանյան ազգանունով դասախոս, որը ասում էր, որ ես ձեզ կտրամադրեմ Ադրբեջանի պատմության որոշ դրվագներ հայ պատմության լույսի ներքո։ Դա դեռ 65 թվականին, բայց արդեն այն ժամանակ մենք գիտեք լուրջ չէինք ընդունում, այնպիսի հեքիաթներ էին հորինվում, որ անեկդոտների մակարդակով էինք մենք դա արձագանքում։ Հիմա տեղը չի եւ ժամանակը չի, որ օրինակներ բերեմ, բայց դա ընկալվում էր որպես Absurdi ժանրից էր պասարել։ Ես ասում սկվերնայ անեկդոտ, էլի որ ասում են, դա ինչ բան է։ Իրականում Իսկ իրենք ինչպես էին ընկալում դա։ Իրենք, նայեք, քանի որ մենք սովորում ենք, ես ռուսերեն սեկտորում եմ սովորել, այդտեղ կային եւ ադրբեջանցիներ, շատ քիչ թվով 2-3 հոգի, եւ հայեր, եւ ռուսներ, եւ հրեաներ, եւ այդ մի քանի ադրբեջանցիները անշուշտ իրենք ասում են, ծիծաղում են, ասում են, էլ բան չունեն հանարելու, ես ինչեր են անում։ Գրագետ ադրբեջանցիները վերաբերվում էին դրան որպես փորձ, ինչպես ասեմ, մրցել իրենց հետ ապրող այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Փոքրամասնությունների հետ։ Այո, որովհետև բոլոր փոքրամասնությունները կրկնում եմ 65 թվականից սկսած, ես դա լավ հիշում եմ, էլի կրկնում եմ 4-5-րդ կուրսից էր, դա շատ քննարկվող թեմա էր, օրինակի համար, թալիշները միշտ ընդգծում էին, որ իրենք ոչ ադրբեջանցի են, ոչ թուրք են, թալիշ են, լեզգիները ընդհանրապես, որ իրենք ապրում են իրենց հողերի վրա եւ իրենց հողերով են մտել ադրբեջանական։ Գիտեք, շատ հետաքրքիր բան հիշեցի։ Հենց այն պատճառով, որ դեռ սովետական պատմության մեջ, պատմագրության մեջ շատ լավ նշված էր, թե ինչպես է ստեղծվել ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունը, բոլորս գիտենք անգիր, ադրբեջանցիներն էլ բոլորն էլ գիտեն, որ Նարիմանովը դիմելով Լենինին ասել է, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի եւ այլ սովետական հանրապետությունների, որոնք ազգային հանրապետություններ են, մերը լինելու է ուշադրություն վեր ազգային, ոչ թե ինտերնացիոնալ, այլ վեր ազգային եւ այդ հանրապետության մեջ պետք է ընդգրկվեն բոլոր այն ազգերը, որոնք որ ապրում են իրենց հողերի վրա դարեր շարունակ եւ այդ հողերի հետ միասին իրենք կընդգրկվեն մեկ հանրապետությունում, որը չի ունենա ազգային անվանում։ Բա դոմինանտ ժողովուրդը որ ժողովուրդներ լինելու։ Ես դες մեջբերում արեցի։ Այսինքն հայերն էլ էին այդ դեպքում մտնում նույն թալիշների եւ մյուս ազգային փոքրամասնությունների տրամադրության։ Փոքրամասնություն երբեք հայերին չասեք, ինչու։ Որովհետեւ այդ նույն Նարիմանովը, երբ որ էլի դիմում էր, ասում էր, ինչու պետք է այսպես ասած
ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունը ավելի մեծ հաջողություն ունենա ազգամիջյան այս հարցերում, որովհետև ասում էր նա, դա կբերի հայերի միակազգի անունը եւ մուսուլմանների, դա մի քանի ազգություն են, միջև խաղաղության, որովհետև այդ ինտերնացիոնալիզմ, այդ գաղափարախոսությունը ներհատուկ է սովետական սոցիալիստական ցանկացած միավորի։ Այսինքն ավելի հաճո էր Մոսկվային լսել դա։ Գիտեք, նրանք եթե մենք խոսենք նրա մասին, արդյոք Լենինն հավատում էր, Չիչերինին չէր հավատում, Նարիմանովին հավատում էր, ես այստեղ մեծ կասկածներ ունեմ, որ ասում են, քանի որ ասում էր Աթաթյուրքը, որ այնտեղ սոցիալիստական եւ այլն, սովետական եւ այլն, ես դրան չեմ հավատում։ Ես կարծում եմ ինքը Լենինը միտված էր հենց առաջի հերթին քրիստոնեական փոքրամասնություն, այդտեղ կարող ենք ասել այդպես, արդեն փոքրամասնություն էր դարել քրիստոնյա ժողովուրդը այն տարածքում, որը հետագայում դարել է սովետական Ադրբեջան։ Ես կարծում եմ, լինելով ընդհանրապես ոչ թե աթեիստ, այլ անաստված եւ հակաաստված այդպես մի անձ, նա միտված էր բոլոր դեպքերում նրան, որ հետագայում այդ տիտուլային ազգ դառնան ոչ թե հայերը, որոնք որ օրինակ Նախճեվանում 40%-ից ավելին էին, Բաքվում 40%-ից ավելին էին եւ այլն։ Նա միտված էր նրան, որ ավելի շատ հնարավորություն տալ մուսուլմանական այդ տարին։ Ինչու՞, պատճառը ո՞րն էր։ Ավելի արագ էին աճում, ինչ էին տնտեսությամբ էին զբաղվում։ Ինչ լավ հարց է։ Նայեք, պրոֆեսոր Մանասյանը ժամանակին շատ հետաքրքիր վերլուծություն է արել, ուսումնասիրել է փաստաթղթերը, նամակները եւ այլն, եւ պարզվել է հետեւյալը, որ անգամ ցարական Ռուսաստանում համարում էին, որ Կովկասում ապրող, Անդրկովկասում ապրող եւ վրացիները եւ հայերը ձգտում են անկախության եւ սեփական պետություն ունենալու համար։ Այնինչ նրանք, ովքեր որ կովկասյան թաթար էին կոչվում եւ Ադրբեջանում այնտեղ կային համշեներ եւ այլն շատ բան թալիշներ եւ այլն, դրանք չեն ձգտում ինքնուրույն պետություն ունենալու։ Պատահական չի, որ ցարական Ռուսաստանը արդեն բավականին շատ առավելություններ էր տալիս այդ նույն կովկասյան թաթարներին, օրինակ, իրենց ավելի հեշտ էր տրվում մեծ տարածքներ մշակելու եւ այլն։ Դա վարկածներից մեկը, որը ինձ շատ համոզիչ է թվում։ Այսինքն, իրապես, ես դες հիշեցնեմ, որ անգամ 17-18 թվականներին, երբ որ պայքար էր, հետո դարավ դեմոկրատական հանրապետություն ադրբեջանական ստեղծեց Թուրքիան։ Անգամ այդ ժամանակ բոլորը մուսաբատիստ են ասում, մուսաբատիստները պայքարում էին, որ կովկասյան թաթարներին վերաբերվեն հավասար մնացած ազգերի հետ։ Այսինքն այդ կարգին նվաստացած էին իրենք։ Այդքան նվաստացված էին նրանք։ Եվ եթե մենք խոսենք ինչպես ով է պայքարել օրինակ պետական միավոր դառնալու Ադրբեջանը, այդ անունն էլ ով է հնարավոր, դա եղել են ֆեդերալիստները։ Մուսաբատիստների անունն է դուրս եկել։ Իրականում մուսաբատիստները կրկնում եմ, դա բաց տվյալներ են։ Նրանք պայքարում են հավասարության համար այլ ազգերի հետ միասին, որ հավասար ընկալվեն նրանք։ Այսինքն խորհրդային միությունը խոշոր հաշվով ուղղակիորեն ազդել է, այսպես ասենք, ժողովրդի գոյացման, ազգագոյացման գործընթացի վրա ադրբեջանցիների։ Հիմա դե ամեն դեպքում խորացել է սա, եւ վերջնարցունքում ինչպես բոլոր մնացած ժողովուրդների պարագայում է, երբ որ դու ունենում ես ընդհանուր ցավ եւ ընդհանուր հաղթանակ, քո ժողովրդական կամ ազգային միասնությունը արդեն ամբողջանում է։ Հիմա 2020 թվականի պատերազմից հետո, այնուհետև 2023-ի էթնիկ զտումից հետո եւ վերջին 25-30 տարիների ընթացքում անդադար խոջալույի այսպես կոչված ցեղասպանության մասին խոսելով, Ադրբեջանը գնաց հայերի ճանապարհով, ձևավորեց ընդհանուր ցավ,
խոջալույի ցեղասպանություն եւ վրեժխնդրություն, որի արդյունքում պետք է միավորվել հաղթելու համար։ Եվ 2020 թվականին ինքը տարավ խոշոր հաղթանակ, վերջնականով 2023-ին եւ 2025-ին ի վերջո օգոստոսի 8-ով հանգեցրեց վերջին հանգրվանին, հայերը համաձայնեցին, որ Արցախի հետ կապ չունեն։ Հիմա կարող ենք մենք ասել, որ իբրև ժողովուրդ, թեպետ այստեղ էլ միշտ քննարկումներ կան ազգ թե ժողովուրդ, որն է ավելի բարձր, որը ավելի ցածր եւ այլն, մենք իբրև ժողովուրդ հետընթաց ենք ապրել սկսած 88 թվականից, իսկ իրենք առաջընթաց իբրև կայացած ազգ արդեն կամ կայացող ազգ։ Ես 88-ը հակառակը կվերցնեի որպես վերելք։ Ես ժամանակին քննադատելով, գիտեք, այդպես է ստացվել, որ ես բոլոր ղեկավարների ժամանակ փորձում էի օգնեի պետականության կայացմանը եւ միշտ շատ ազնվորեն, ոչ թե ոչնչացնող պես քննադատությամբ էի հանդես գալիս, այլ ազնիվ իմ մտորումները։ Մասնավորապես ես առաջին նախագահի ժամանակ ասում էի, որ նախագահը չկարողացավ մնալ այն վեհության այն բարձունքի վրա, որին որ ժողովուրդն էր եղել 88 թվականից մինչև 94 թիվը։ Իմ համոզմունքը, որ այդ տարիներին հայ ազգը նորովի սկսեց իր եւ պատմական պայծառ էջերը եւ հավատալ, որ եւ այսօր ինքը վերջապես դարեր շարունակ կորուստների պատմությունից անցավ եւ վերջապես ազատագրված եւ վերադարձած ինչ որ իր հայրենիքի մի մասի։ Դա շատ բարձր էր այդ գիտակցությունը եւ ուրիշ բան է, որ մենք արդեն սկսած ՀՀՇ-ի այդ քաղաքական ռազմավարությունը, երբ որ իրենք ստեղծեցին, արդեն այդ ժամանակ կար հակասություն, այն համաժողովրդական շարժումի եւ մասնավորապես ազգի սերուցքի իրեն կյանքը տալու ընդհանրապես հաշիվ չկար, դա որևէ մեկը չէր մտածում այդ ինչի համար, որովհետեւ դա սերուցքն էր, այդպես չի որ 3,5 միլիոնը նույն ձևով էր, ոչ, դա եղել է շատ փոքր թիվը, բայց բավարար էր, դա այն քրիտիկական, այո, այն թիվն էր, որը հնարավորություն տվեց ազգին վերելք ապրել եւ այո, ամբողջ պատերազմը, որը որ տարբեր փուլեր է ապրել, մինչեւ 92 թվականի օգոստոսի, որ մենք Մարտակեր դրանից եւ այլն եւ հետո մնացած կորուստները, մենք կարողացանք այդ հաղթանակների շնորհիվ համոզված եւ վերադարձնենք մեզ հավատքը, որ մենք այո կարող ազգ ենք, մենք լացող ազգ չենք, որը հիմա ուզում են անընդհատ մեզ վերագրեն, իդեպ եւ առաջին նախագահի ժամանակ, որ եկեք մոռանանք ցեղասպանություն, եկեք նոր, որտեղ լացում եք, ով է լացել։ Ես կրկնեմ այն, ինչ ոնց որ մի բան է, որը իրականում չկա, բայց քեզ անդադար համոզեն, որ դու լացես։ Ես զարմանում եմ, անգամ այն ընտանիքները, որոնք կրել են շատ մեծ կորուստներ, նրանք ոչ թե լացելով էին դրա մասին խոսում, այլ միշտ, ինչպես դուք ասեցիք, վրեժարություն, ես ասեի հատուցման համար, վրեժի մեջ կա ինչ-որ մի օրենքի դեմ բան, հատուցում էին պահանջում, և եթե մենք իրավաբանական փաթեթը ավելի քիչ էինք կազմում ազգովի, քան պատմականը, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ ամբողջովին լացեր, ոչ, դա միջազգային իրավունքի նորմ է, որ փաստագրական պետք է մեծ տվյալներ լինեն, որ անցնես հետո իրավաբանական ձևակերպումների։ Այնպես որ դա այն ժամանակ արդեն այդ հակասությունը քաղաքական ուժի, այդպես ասեմ, եւ ժողովրդի մեջ այն վերելքը, որը եղել է, որ մենք ենք մեր սարերը, իրոք դա է խաղացել բավականին պես ցավագին դեր խաղաց։ Հիմա վերադառնալով դրան, վերելքը ավարտվում է այն ժամանակ, երբ առաջին խնդիրը հաղթահարված է, դու անկախ ես, դու հետ ես վերադարձրել հայրենիքիդ մի մասը, հաղթանակ ես տոնել, դրանից հետո պիտի հռչակվի նոր գաղափար, որին պիտի գնաս։ Օրինակ, Արցախի հանրապետության ճանաչում, ցեղասպանության համամարտկային ճանաչում, մինչդեռ այդ ընթացքում 2003-ին, երբ որ Շրալիևը ընտրվեց
նախագահ, ներողություն, նշանակվեց, ժառանգվեց իբրև նախագահ, դրանից ի վեր Ադրբեջանը սկսել է վարել լրիվ այլ քաղաքականություն, քան վարվում էր Հեյդար Ալիևի ժամանակ։ Հեյդար Ալիևը այդ թվում նաև ավելի ավագ ընկեր դիվանագետների փոխանցած տվյալներով արդեն համակերպված էր իրողությունների հետ ստատուս քվոյի հետ եւ գրեթե համաձայն էր գնալ Արցախի ճանաչմանը, գոնե թե ինչ-որ կարգավիճակով, մինչդեռ զավակը դրան լիուլի դեմ էր, որովհետև հենց այդ նույն վրեժխնդրության կամ հատուցման կամ հետ վերադարձի հնարավորությունը ուժ էր տալու պահել իշխանությունը ձեռքում եւ շարունակելու վրեժխնդրության ֆոնի վրա զբաղվել կոռուպցիայով, ամենաթողությամբ, ինչով որ կցանկանա իր երկրի ներսում։ Բայց սա ի վերջո բերես հանգեցրեց նրան, որ իրենք ունեն հաղթանակի օր, իսկ մենք չունենք հաղթանակի օր։ Հիմա դա այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի կայացման դեպի ազգ վերափոխվելու ճանապարհն է, թե ամեն դեպքում ադրբեջանցիները հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ, ի վերջո չեն կարող ձևավորվել իբրև կուռ ազգ համընդհանուր գաղափարախոսության։ Նայեք, մենք ունենք բավականին փայլուն մասնագետներ այդ ոլորտում։ Դրա համար ես այն ինչ որ պետք է ասեմ, դա պետք է ասեմ, որպես ինչպես ես ասում եմ, փորձանքագետ։ Բոլորը իրենց փորձագետ են համարում, ես փորձանքագետ, որովհետև մենք անցնում ենք իրոք շարունակ փորձանքներով։ Նայեք ինչպես է։ Ես եղել եմ Բաքվում 98 թվականից սկսած 4 անգամ 98-ին, 9-ին, 2000-ին, 2001-ին, մինչև Հեյդար Ալիևը չհիվանդացավ, որովհետև մենք ինքներս իդեպ չգիտենք երբ է մահացել Հեյդար Ալիևը, հա, դա ինչ որ էլի մութ է, ինչպես ամեն ինչը ադրբեջանական պատմության մեջ, եւ ես հնարավորություն եմ ունեցել տեսնել ադրբեջանցիներին այդ ժամանակ։ Այսինքն քչերն են այդքան հրավիրված եղել միջազգային կոնֆերանսներին, ինչքան ես որովհետև բաքվեցի եմ, որովհետև դեռ կային այնպիսի մարդիկ, ովքեր ում հետ մենք հավարտել ենք ինստիտուտը եւ այլն։ Դե լեզուն գիտեք առաջինը։ Եվ ես լեզուն գիտեմ, ինչը իրենց շատ շոյող բան է եւ ընդհանրապես ցանկացած ազգի համար, երբ որ մի օտար մարդ գիտի իր լեզուն, մանավանդ որ Ադրբեջանում, կրկնում եմ, հայերը բաքվեցիները իրենք պետք չունեին ադրբեջաներին իմանալու։ Ես այն, որ ես ստացել եմ, դա նախ եւ առաջ իմ սերն է դեպի լեզուներ ընդհանրապես, եւ որովհետեւ ես Դաշկեսանում մի տարի պետք է աշխատեի, որ դիպլոմը ստանայի։ Ճիշտ է, մանկահրաժական կրթության Ես պարագայում այո, դա այդպես էր, հիշում եք, որ դիպլոմը ստանաս, ու ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ իմ դասարանի մեջ ծնողների կեսը ռուսերեն չէր հասկանում, ես դա տեսա, ինձ համար դա մարտահրավեր էր, երիտասարդ ես եւ սովորում ես եւ դա ի վերջո դա մթնոլորտ է, շրջապատ է եւ այլն, ես դա սովորել եմ ադրբեջաներին, ընդ որում գրական ադրբեջաներին։ Վերադառնալով 2000-2001 թվականների ձեր այցերին, ինչպիսին էր իրավիճակը։ Նայեք, ուրեմն իրենց մոտ հայացիացությունը, որ ասում եք Հեյդար Ալիևը, ուղղակի ամեն մի անգամ, ինչպես ասում են, միացնես հարթուկը հայացիացությունը կար։ Այնպես որ Հեյդար Ալիևը ուրիշ ձևով է արել, նա ավելի մեղմ է արել։ Ինչու՞։ Որովհետև ինքը ուներ այնպիսի բարձր խարիզմա ադրբեջանական ժողովրդի, որ ասենք, որ այն, որ նա հրավիրում է հայերին, մենք ամենթատ իրար հետ հանդիպում ենք հասարակական կազմակերպություններով, աշխարհի ամենատարբեր քաղաքներում, դա իր իմիջին չէր վնասի։ Իլհամ Ալիևը չուներ ոչ միայն դրական խարիզմա չուներ, իր մասին այնքան վատ պատմություններ էին պատմում իր երիտասարդ տարիների մասին, իր այսպես ասած գիմոյում սովորելու տարիների մասին, Թուրքիայում ինչեր է տեղի ունեցել, չեմ ուզում հիմա այդ մանրուքներին եւ չեմ էլ սիրում դրա մասին խոսել։ Այսինքն Իլհամ Ալիևի համար ամենահեշտ ճանապարհը եղել է կոշտ, ոչ թե զուտ հակահայկական հռետորաբանությունը, այլ կոշտ գործողությունը։ Քչերն են հիմա հիշում, թե որն է եղել, այսպես ասած, այցեքարտը Իլհամ Ալիևի։ 2003 թվականին դեկտեմբերին ինքը պաշտոնապես մտավ իր եւ ինչ է տեղի ունեցել փետրվարին 2004 թվականի Գուրգեն Մարգարյանի սպանությունը։ Դրանից հետո տարիներ հետո այն անձը, որը սպանել է,
բոլորը խոսում են հերոսացվել է, կապ չունի, նա աշխատավարձն է ստացել այդ բոլոր տարիների։ Բանտարկության տարիների Իհարկե, այդ բան, այսինքն նա իրականացրել է պետական պատվեր, դա հրաման է, ինչ պատվեր, դա հրաման է, նա չէր կարող չաներ։ Այսինքն, տեսեք գործողությունը, որով Իլհամ Ալիևը մտել է, դա Գուրգեն Մարգարյանի սպանությունն է եւ փորձը մյուս սպայի սպանելուն եւ վերադարձը եւ հերոսացումը մինչեւ այդ հերոսացրել են եւ այլ մարդասպաններին, որոնք սահմանի վրա թե այլ Գոնե թե պատերազմի ժամանակ ռազմական բազմաթիվ հանցագործություններ են գործել։ Այո, հանցագործություն։ Գիտեք ով է Ադրբեջանի առաջի ազգային հերոսը։ Դա այն անձն է, որը կազմակերպել է Մարաղայի ցեղասպանությունը։ Առաջի ազգային հերոսն է, դա եղել է Իլհամ Ալիևի ժամանակ։ Այնպես որ խորքային առումով քաղաքականությունը չի փոխվել։ Ավելին Հեյդար Ալիևը մի պես հարցազրույցի ժամանակ ասել է, ինչ շատերը քննադատում էին սովետական ժամանակ, որ օրինակ Ստեփանակերտում ես համաձայնվել եմ բացել մանկավարժական ինստիտուտը, բայց դուք տեսել եք ես ինչ եմ արել։ Ես այնտեղ բացել եմ եւ ադրբեջանական սեկտոր, Ստեփանակերտում ադրբեջանցի գրեթե չկար, կրկժանում մի քանի 100 մարդեր, եւ ռուսական սեկտոր, եւ ինչքան հնարավոր է շրջապատող այդ բոլոր շրջաններից ուղղել է մարդկանց Ստեփանակերտի այդ մանկավարժական ինստիտուտը։ Այո, ինքը ուղղակի ասել է, ես փոխել եմ ժողովրդագրական պատկերը, դա իր խոսքերն են, այնպես որ խորքային առումով որևէ մի բան չի փոխվել, մեթոդի մեջ է փոխվել, այն ինչ որ Հեյդար Ալիևը այսպես փաթեթավորում էր, ինչպես դիվանագիտական ավելի ինչ որ բան, Իլհամ Ալիևը դրա հնարավորությունը չուներ, ինքը պետք է ապացուցեր իր ինչպես ասեմ, առնախում, ամենա դեր ցեղական մտածելակերպ ունեցող այդպիսի այսպես ասած ժողովրդին կամ խավը պետք է նրանց վրա հենվեր եւ ինվորներ դա սպանությունը գիտեք քչերն են մինչեւ այսօր արդեն ժամանակ է անցել իմանում թե գիտեն թե Սումգայիթում ինչի տեղի ունեցել ես հիմա էլ չեմ ասելու դա հրապարակային խոսքի համար չէ ափսոս որ փորձագիտական խավը անգամ չգիտի եւ այն ինչ որ եղել է Սումգայիթում կրկնել է այն ինչ որ եղել է 15 թվականի ցեղասպանության ժամանակ եւ կրկնվել է դա 20 թվականին պատերազմի ժամանակ եւ կրկնվել է 23 թվականին դա այդ մորթելն է մորթը այդ խոսքը միայն օգտագործեմ դա ոչ թե ոչնչացում է կրակելով եւ այլն ոչ մորթ է դա Մարաղայում յաթաղաններով են մտել ադրբեջանցիները մենք իդեպ ֆիլմեր ունենք այդպես այս ամենը հաշվի առնելով Տիկին Ալավերդյան տեսեք քաղաքականությունը խոշոր հաշվով չեն փոխում եւ ադրբեջանցիները ավագ եղբայրներից թուրքերից շատ լավ են սովորել իրենց բոլոր նպատակները փաթեթավորել բարի բաների մեջ այդ նույնն է ինչ որ եկեք բացենք բոլոր կոմունիկացիաները դեպի կենտրոնական Ասիա եւ բոլորս կապրենք առողջ հարուստ եւ երջանիկ բայց վերջնարցունքում իրենց պետք է մի ճանապարհ, որ անցնելու է Հայաստանի տարածքով եւ կապելու է երկու թուրքական պետ։ Իրենց պետք է Հայաստանը, ես խնդրում եմ դες։ Չէ, դեռևս մենք հիմա մենք փուլերով ենք քենում։ Այո, խնդրեմ։ Փուլերով, որտեղ առաջին փուլով Արցախյան պատերազմն էր։ Այո։ Երկրորդ փուլով հայաթափումը, երրորդ փուլով Միչանսկի այլ անվանում տալը ճանապարհ վերցնելը եւ դրանից հետո գլոբալ էքսպանսիա։ Հիմա ինչու եմ ես ցանկանում, որ մենք այո գանք հենց եւ 88-ից սկսած գործընթացներից եւ դրանից առաջ սկսած գործընթացներից, որովհետեւ բացարձակապես հետահայաց դիտարկելն է հնարավորություն մեզ տալու հաշվարկել թե ինչ է տեղի ունենալու մոտակա ապագայում։ Այսինքն կարծել, որ Հեյդար Ալիևի զավակը, այն նույն Հեյդար Ալիևի, որը իրականացնում էր հակայի քաղաքականությունը թումնև Արցախում փորձելով փոխել դեմոգրաֆիկ իրավիճակը, անելու է այլ բան, քան անում է իր հայրը, սա կլինի առնվազն միամտություն։
Առավել եւս եթե հաշվի առնենք, որ Հեյդար Ալիևը պարտվածն էր պատերազմում, իսկ Ալիևը հաղթածն է պատերազմում, այսինքն ավելի լուրջ հնարավորություն է տալիս իրեն հայտ ներկայացնել ամեն ինչի մեջ։ Հիմա հետահայաց դիտարկելով, տեսնելով թե ինչ է կատարվել, ինչ կարող ենք հաշվարկել արդեն ապագայի մասով, որովհետև քաղաքական գործիչների թիվ 1 խնդիրը ո՞րն է՝ դիտարկել դա եւ հաշվարկել հեռանկար։ Ես այն մարդն եմ, որ երբեք չեմ ասել, տեսեք, սա պատերազմ է լինելու։ Ես կարծում եմ, որ փորձագետը պետք է ասի, թե ինչ պետք է անես, որ պատերազմը չլինի, թե չէ այդպես նստել ու գուշակել, թե ինչ պետք է լինի։ Այնպես որ ձեր հարցը իրոք շատ տեղին է եւ ես պետք է մի բանով պատասխանեմ։ Ադրբեջանցիները, թուրքերը ավելի շուտ, ունեն ռազմավարություն։ Ու ես սիրում եմ միշտ ասել, որ նրանց երկարաժամկետ ռազմավարությունը 500 տարվա համար է։ Միջնաժամկետը 300 տարվա, կարճաժամկետը 100 տարվա։ Անընդհատ կրկնել եմ, որ այն ինչ որ իրենք չեն հասցրել անել անցած դարի 20-ականներում, նրանք փորձելու են ավարտել 21-րդ դարի այդ բանում։ Եվ այո, ասել եմ, ինչ պետք է իմ համեստ իմ խելքով ասել եմ ինչպիսի ճանապարհներ կան, որը պետք է մենք իրականացնենք։ Մասնավորապես 1900 թվում է թե ուրիշ բան եմ ասել, կրթությունը։ Սիրելիներս, կրթական համակարգը այս բոլոր տարիներին կերտել է մի ամորֆ էակ, որը միջև անգամ այս 30 տարվա պատմությունը չգիտեն։ Այսինքն մենք դաստիարակել ենք այդտեղ աշխարհում եւ տիեզերքում գոյություն չունեցող մի անձ, որը ամբողջովին ժողովրդավար է, ամբողջովին տոլերանտ է, ամբողջովին պաշտպանված է եւ ամբողջովին պատրաստ է զբաղվել միայն ու միայն ինքներինով։ Որովհետեւ ամեն ինչ այո, թե ինքնա, եսակենտրոն։ Եթե անթրոպոկենտրոն լինի, դա ուր է մեզ այդ բախտը։ Ոչ, հենց եսակենտրոն եւ կներեք հիմնական մտածելու մարմինը ոչ թե դառնում է ուղեղը, այլ ստամոքսը։ Ես դա առաջինը չէ, որ ասում եմ, հոգեբաններից շատ-շատերն են նշել, որ ամենավտանգավոր վիճակը մարդու, երբ որ իր ամբողջ հետաքրքրությունը գոյանում է դրա մեջ, որ ինքը իրեն կոշտ եւ տաք բավարարված գա։ Եվ Պարետոյի այդ նշանը ընդհանրապես դա շատ հայտնի է։ Իսկ ինչի Ադրբեջանում այդպես չի։ Նայեք Ադրբեջանում սոցիալական պահանջարկ շատ ցածր մակարդակի վրա է։ Երբ որ այստեղ գրում են փորձագետները, ահա հիմա այնտեղ սոցիալական բունտ կլինի եւ այլն, դեպի բան չի լինի։ Նա այդտեղ բացառվում է դա, որովհետեւ այդտեղ կրկնում եմ, դեռ ցեղական այն մտածելակերպի ռուդիմենտները շատ ուժեղ են եւ երթեւ խոսում են իշխանության մասին, մի խաբվեք այդ մի քանի դիմադիր, չգիտեմ, կեղծ ուժեր են, թե ինչ ուժեր են, որովհետեւ նրանք ոչ մի բան չեն նշանակում ամբողջ Ադրբեջանի մեջ, եթե մի բան ասել է պաշտոնատար անձը հոկյումետ ասել է, ուրեմն պետք է կռանաս հոկյումետ։ Всё, կառավարություն։ Եթե գալիս է ամենա-10-րդ մակարդակի մի չինովնիկ, հոկյումետ։ Այսինքն ինքը աստվածություն է ինչ-որ։ Աստվածություն է, իհարկե, Հայաստանում երբեք դա չի եղել։ Չէ, մեր մոտ հիմա էլ դա չկա։ Եվ չի էլ կարող լինել տարբեր պատճառներով, բայց խնդիրը նա չէ, որ մենք չունենք պրոպետական մտածելակերպ։ Հիմա դրան կարելի է 1000-ի ձև տալ։ Մենք ունենք քաղաքական մտածելակերպ ունեցող վերնախավ։ Իրոք ես գիտեմ այդ մարդկանց, 1, 2, 3, մի քանիսը, բայց ժողովրդի մեջ կարողացել են հիմնականում այդպես սրսկել ասեմ, թե այդ ուղղակի մտցնել, որ եթե դու քո ընտանիքդ այսպես պահում ես, լավ է, ինչ կապ ունի ով ինչ է։ Կամ որտեղ է։ Դա որտեղ է։
կամ որտեղ է դա, որտեղ հաց, այնտեղ կաց։ Դե Փաշինյանը դրա դեմ է պայքարում, Ախտիկին Ալավերդյան։ Այո, նայեք, հիմա պետք է ասեմ, որ ես դեմ չեմ, որ որտեղ մնում ես, այդտեղ հաց լինի։ Ես դեմ եմ, որ դու գնաս փնտրես ուրիշ տեղ այդ հացը։ Ես գտնում եմ, որ պետք է կերտես քո պետությունը, քո երկիրը այնպես, որ այդտեղ հացը կայանա, այդտեղ ստեղծագործողի, կայացնողի, աշխատողի եւ սպառողի մտածելակերպի տարբերություն կա։ Հենց այս համատեքստում գալով որոշակիորեն ամփոփման։ Ինչ եք կարծում, դիտարկելով այս ամենը եւ Հայաստանում իրականացվող քաղաքականությունները եւ մինչեւ 2018-ի հեղափոխությունը եւ 18-ի հեղափոխությունից հետո եւ մասնավորապես 2023-ի էթնիկ զտումից հետո ու Ադրբեջանի քաղաքականությունը, որ հիմա իրականացում է եւ խոսույթը եւ հայտարարությունները, ինչ հեռանկարի մենք կարող ենք բախվել, ինչպես դուք ասացիք, ռազմավարություններ կան։ Հեռանկարների մասին։ Ես դες պետք է ասեմ, մի բավականին դες խորամանկ մի սկզբից ձևակերպում տամ, ինչին ազգովի արժանի ենք, այն էլ լինելու է։ Թող որևէ մեկը չնեղանա դրանից, ուրիշ բան է, որ դուժելու են, ես համոզված եմ, դուժելու են բոլորը։ Բայց մենք այսօր ազգովի ինչու եմ դա ասում, որովհետև թիրախը հենց ազգի պարակտումն է։ Այս ինչ որ տեղի է ունենում, այս վերջի 7-ը ավելի շատ քան 7 տարվա, դա ազգի ատոմիզացումն է, ոչ թե պարակտումը 2-3 մասի, ոչ, որ ընդհանրապես մենք բզիկ լինենք, այսպես ինքներս մեզ զգանք որպես մեկը մյուսին վերաբերվենք որպես օտար։ Գիտեք, կա այդպիսի գիտնական Դոլնիկ, նա կենսաբան է, ասում է, որ կենսաբանության մեջ հայտնի են դեպքեր, երբ որ նույն ընտանիքին պատկանող կենդանիները, կներեք պետք է ասեմ, ահա որ ատում են իրենց ավելի մոտիկ խմբին, ավելի են ատում, քան թշնամիներին, քան իրենց վտանգող կենդանիներին։ Իսկ պատճառը ինչպես է բացատրում։ Ինքը ասում է, որ դա կենդանական բնազդների այդ մութ կողմերից է։ Ինչու եմ ես դա ասում, ինչի ասեցի, որ մտածում են հիմնականում այդ եսակենտրոն, այդ փորակենտրոն, ստամոքսակենտրոն, որովհետև դա քրիտիկական զանգված է առաջանում, որը դա տարածում է ինչպես ինֆեկցիա, ինչպես կովիդ։ Եվ այդ ժամանակ ով ուզում է լինի, իհարկե թուրքը գա, այնա բիզնեսմենների, ես ճանաչում եմ շատերին։ Ժամեր են հաշվում, երբ կբացվի Թուրքիայի հետ ճանապարհը եւ իրենք ավելի շատ կունենան, քան հիմա։ Ով ասա, մեր սա այդպես որ նայում ես խանութները թուրքական ապրանքներով լիքն են։ Ինչ է, չկա այդ արևտուրը հիմա կա, բայց իրենք ուզում են ինչ-որ մի այլ մասշտաբների լինի։ Էլի եմ ասում, դուք հարցը ճիշտ եք դրել։ Ազգը վտանգված է, դա բոլորն են ասում։ Ես էլի եմ համարում, որ մեր ամենամեծ շտեմարանը հոգևոր մեր այն կուտակած դարեր շարունակ եւ անսպար այդ շտեմարանը, որտեղ խոսքը գնում է նրա մասին, որ ոչ միայն հացիվ, դրանից ավելի ես ինչ պետք է ավելի խելոք բան ասեմ։ Եթե մենք տեսնում ենք, որ մենք ի հակառակ այդ եսակենտրոն, ստամոքսակենտրոն խավին չենք կարողանում ձևավորել այդ ոչ միայն հացիվ եւ այն մեր ուժը, որը մեզ տրված է, ի վերուստ է տրված մեզ դա։ Դրա համար ենք մենք տաղանդներ տալիս ամեն մի երկրում։ Եթե մենք դա չկարողանանք, ուրեմն այսպես կոչված ֆուտուրոլոգները, որոնք որ կանխատեսում են, որ մինչև 2050 թիվը Հայաստանը կդառնա Թուրքիայի վիլայետներից մեկը, դա կարող է իրականանա։ Հիմա ես ինչու եմ դա այդ վատ բանը ասում, որովհետև ես դրա դեմ պայքարելու եմ։ Ես դեմ եմ լինելու դա։ Ես միշտ կոչ եմ անելու նրանց, ովքեր որ շնչում արտաշնչում են, արդարացնեն այդ շունչը։ Եվ պայքարեն դրա դեմ, ինչու, որովհետև եթե կենսաբանները մի թիթեռ որ պակասում է,
Հատուկ ինչ աղմուկ են դնում, որ դա աշխարհի հավասարակշռությունը բայց դուք պատկերացնում եք ինչ է ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, ոչ թե ոչնչացվող ազգի։ Եվ մենք ոչ թե կարող ենք, մենք պարտավոր ենք պայքարել, որ ոչ մի ազգ, եւ իհարկե մեր ազգը չոչնչանա, չլուծվի այլ ազգի մեջ, կապ չունի ինչպիսի ազգ է, ես ոչ մի ծանր խոսք չեմ ասելու։ Տիկին Ալավերդյան, անսահման շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նախ ինձ համար շատ հետաքրքիր, վստահ եմ նաև մեր հեռուստադիտողի համար, եւ դեռ հնարավորություն ունենալու ենք քննարկել հեռանկարները։ Կրկին շնորհակալ եմ, որ ձեր թանկագին ժամանակից Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի Մարդու իրավունքների Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին։ Շարունակում ենք։